Առաջինը մենք սարսափած ենք ընդհանրապես թե ինչ է կատարվում աշխարհում եւ հատկապես թե ինչ է կատարվում մեր բարեկամ Իրանում, որովհետեւ ամբողջ աշխարհը գոնե համաշխարհային երկրորդ պատերազմից հետո գոնե մենք կարող էինք ասել, որ գոնե մակերեսորեն, բայց խոսում է ժողովրդավարական եւ մարդասիրական արժեքների մասին, սակայն ցավոք սրտի վերջին տարիներին ու հատկապես այս ամբողջ իրավիճակով մենք տեսնում ենք սարսափելի խախտում մարդկային բոլոր նորմերի, մենք տեսնում ենք թե ինչպես այլ երկրները խառնվում են մեր բարեկամ Պարսկաստանի ներքին կյանքի մեջ եւ դրանով խախտում են ընդհանրապես բոլոր հնարավոր նորմերը եւ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, որոնք որ հորջորջվում են որպես ժողովրդավարական երկիր եւ թույլ են տալիս նրանց անընդմեջ խոսել ժողովրդավարությունից, բայց իրականում խառնվում են այլ երկրների ներքին խնդիրների մեջ եւ անդադար հրահրում են պատերազմներ եւ Պարսկաստանի վրա հարձակումը սարսափելի հետք է թողնելու ընդհանրապես մարդկության պատերազմ, մարդկության պատմության մեջ եւ հատկապես վիրավորականը մեզ համար, որովհետեւ մենք Պարսկաստանի պատմական հնագույն բարեկամներից մեկն ենք եւ մշտապես կանգնելու ենք Պարսկաստանի կողքին։ Մեզ նաև հարցնում են, թե ինչպես ենք մենք վերաբերվում ներքին խնդիրների եւ ինչ կարծիք ունենք։ Մենք կարծիք չենք հայտնում եւ թույլ չենք տալիս մեզ ընդհանրապես կարծիք հայտնելու Պարսկաստանի ներքին խնդիրների վերաբերյալ, որովհետեւ մենք վստահ ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող Պարսից ժողովուրդը ինքը կկարողանար լուծել իր ներքին խնդիրները, գտնել ճշմարտության ճանապարհը եւ լուծել ամբողջ հարցերը, որոնք որ կանգնած են Պարսկաստանի առաջ, բայց այս պատերազմով, անմեղ զոհերով Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հերթական դավադրություն են գործում մարդկության դեմ։ Տեսեք, այս ամենին զուգահեռ Փաշինյանը կարկանդակ է ուտում, եգիպտացորեն է ուտում եւ հանրայնացնում է այդ ամենը, այնինչ հարևան Իրանում պատերազմ է ընթանում։ Ինչու համար է այդ ամենը արվում եւ արդյոք մեր երկրի ղեկավարին չի հետաքրքրում, թե հարևան բարեկամ Իրանում ինչ է կատարվում։ Տեսեք, քանի որ ընդհանուր առմամբ մենք միշտ ընդդիմադիր ակցիաներով, հայտարարություններով հանդես ենք գալիս, բայց քանի որ այժմ մենք այստեղ ենք ինչ որ ձևով զորակցությունը հայտնելու Պարսկաստանին եւ հատկապես դեսպանատանը եւ ընդհանրապես Պարսից ժողովրդին, ես այստեղ ինձ իրավունք չեմ վերապահի քաղաքական բաներ ասելու, բայց մենք դրան շատ շուտով կանդրադառնանք, որովհետեւ սա Նիկոլի հերթական տգիտության եւ ինչ որ ձևով եւս դավաճանության արդյունք է, այո։ Իսկ ձեր կարծիքով ի վերջո ինչ հանգուցալուծում կստանա այս պատերազմը եւ ինչ է կարծում հնարավոր է որ Հայաստանի վրա ինչ որ հետևանք թողնի։ Առաջինը իհարկե հնարավոր է, որովհետեւ այս 20 թվականից ի վեր ցավոք սրտի իրավիճակը ցույց տվեց, որ միայն Պարսկաստանն է մնում հավատարիմ բարեկամ Հայաստանի համար։ Ըստ այդմ դա նաև մեր շահերից է կողքին կանգնելու Պարսկաստանի։ Սա մեկ, բայց երկրորդը ես հույս ունեմ իհարկե, որ պատերազմը անհապաղ կավարտվի։ Գոնե հույս ունեմ, որովհետև այս իրավիճակը զարհուրելի է ամբողջ աշխարհի համար։ Ես հույս ունեմ, որ բոլոր երկրները, որոնք որ հասկանում են ինչ է նշանակում գոնե դեռ հասկանում են ինչ է նշանակում մարդասիրական արժեքներ կողքին կկանգնեն Պարսկաստանի, եւ ես հույս ունեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեպաշտ քաղաքացիները, որովհետև վստահ եմ, որ այդպիսիք շատ են, դեմ կլինեն Թրամփի այս խայտարակ քաղաքականության եւ ոնց որ մենք այստեղ ասում ենք Թրամփի արյունոտ խաղաղության ընկալման եւ քայլեր կձեռնարկեն անհապաղ դադարեցնելու այս սարսափելի պատերազմը։ Այսինքն դա հնարավոր համարում եք։ Այո, հնարավոր համարում եմ։ Հատկապես հույս ունեմ, որ մյուս մեծ երկրները ինչ որ ձևով կսատարեն Պարսկաստանին։ Տեսեք, նշում եք, որ կհորդորեն քաղաքացիները ԱՄՆ-ի նախագահին, որպեսզի պատերազմը դադարեցվեն, բայց այսօր 160-ից ավել իրանցի աղջիկների թաղումներ եւ մենք այսօր տեսնում ենք, որ դեսպանատան դարպասներին փակցվում են զոհվածների լուսանկարները, ինչ որ կոչերով եւ այլն։ Սա նշանակում է, որ ինչ որ շանս կա դադարեցնեն պատերազմը։ Կլսի Թրամփը քաղաքացիներին։ Նորից ցավոք սրտի Թրամփի հոգեվիճակը շատերի մոտ
ինչ-որ տարօրինակ վերաբերմունք է առաջացնում։ Ինձ համար առաջին որպես մարդու ընդհանրապես, որը որ նույն Սյունիքի վերաբերյալ տարբեր կարծիքներ է հայտնում, որոնք որ ընդհանրապես տրամաբանությանը մոտ չեն նույնիսկ, եւ այս ամբողջ պատերազմի հրահրումը Վենեսուելայի դեպքերը եւ այլն, այնուամենայնիվ մենք վստահ ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բավական լուրջ պատմություն ունեն ժողովրդավարության եւ կվերադառնան իրենց ժողովրդավարական ակունքներին։ Հակառակ պարագայում ես վստահ եմ, որ վաղ թե ուշ ամբողջ աշխարհը միանալու է նաև իրենց դեմ, եթե այդպես չփոխվի։ Իսկ այժմ այդ զոհերի հիշատակը հարգելով եւ ինչ-որ ձևով մեզ իրավունք վերապահելով բոլորին կոչ անելու անհապաղ դադարեցնել պատերազմը, որովհետեւ ցանկացած պատերազմը մշտապես անմեղ անթիվ զոհերի արդյունք է դառնում եւ մենք դա տեսել ենք մեր կաշվի վրա։ Մենք տեսել ենք սարսափելի իրողություն Հայաստանում եւ ցավոք սրտի այն չի ավարտվում Հայաստանի համար եւ բոլոր հայերը պետք է հիմա հասկանան, որ տներում նստած ու հանգիստ մնալ հնարավոր չի, որովհետեւ ցանկացած պահին նույնը կարող է ցավոք սրտի